Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան 20 տարեկան է։ Այս տարիների ընթացքում ֆեդերացիան հասցրել է մասնակցել միջազգային բազմաթիվ մրցաշարերի, որոնց ընթացքում ձեռք է բերել մի շարք հաջողություններ։ Օգոստոսի 18-ին քիքբոքսինգի ազգային հավաքականը Ուկրաինայում նվաճեց 3 մեդալ։ Այս մարզիկներն այս մրցաշարում ձեռք բերեցին վարկանիշ, որն էլ հնարավորություն է ընձեռում մասնակցել սեպտեմբերի 21-ին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը։ Եվս մեկ կարևոր փաստ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան պաշտոնապես ճանաչվել է համաշխարհային ֆեդերացիայի կողմից։ Մենք VPK-ի համաշխարհային VPK-ի ֆեդերացիայի կազմխորհրդի անդամ ենք, այսուհետև ՎԱԿՕ-ի կազմխորհրդի անդամ նույնպես դարձանք։ Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահը վստահեցնում է, որ աշխարհի եւ միջազգային մրցաշարերի հաղթանակները դեռ առջևում են, քանի որ առաջիկայում ֆեդերացիան կազմակերպելու է պրոֆեսիոնալ մի շարք մրցաշարեր, որոնք կնպաստեն Հայաստանում քիքբոքսինգ սպորտաձևի զարգացմանը։ Ազգային ֆեդերացիան անում է այն ամենը բոլոր մարզիկների համար, որպեսզի մարզիկները միայն մտածեն մարզումների մասին։ Ստեղծել է բոլոր հնարավոր պայմանները մարզիչների համար, որպեսզի մարզիչները կարողանան լավ մարզումներ անցկացնել մարզիկների հետ։ Հավաքականի տղաները հաղթանակներ են գրանցում նաև զինված ուժերում եւ բոլորովին վերջերս 2 մարզիկներ մասնակցելով միջազգային մրցաշարերի նվաճել են ոսկե մեդալներ եւ պաշտպանության նախարարի կողմից արժանացել են գերատեսչական մեդալների։ Եվ ահա տղաները պատրաստվում են հաջորդ միջազգային առաջնությանը, որը տեղի կունենա Վրաստանում եւ Հայաստանը ներկայացնելու են քիքբոքսինգի 4 առաջատար ակումբներ։ Այդ ակումբներում ընդգրկված տղաները, ովքեր լավ ելույթ կունենան, նույնպես կհամալրեն հավաքականի կազմը, որպեսզի սեպտեմբերի 21-ին արդեն պաշտոնապես մասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը։ Հույսով ենք տղաների հաղթանակը շատ չի ուշանա եւ հաղթանակների տեղատարապն այսուհետ կստիպի նրանց ավելացնել մարզական եռանդն ու հաղթանակի ոգին։ Անի Բաղդասարյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեեմ։